Մեր ակցիայի իմաստը Հայաստանը փրկելն է, որովհետև մենք այսօր կանգնած ենք ամբողջությամբ վերացման կործանման առաջ։ Ես ցավում եմ, որ մեր ազգը դա չի գիտակցում, ինչ որ թմբիրի մեջ է կամ հիմնականում մտածում է, որ հույս չկա, շանս չկա եւ այլն, բայց մեր ազգը միշտ ծնել է հերոսներ, մենք սարսափելի արհավիրքներից հետո միշտ վերելքներ ենք ապրել եւ հիմա հերոսների ժամանակն է եւ ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր իրենց մեջ ունեն այդ երգը, նրանց մեջից թող ծնվեն ու վերբարձրանան հերոսները եւ փրկեն մեր ազգը։ Նախորդ անգամ ձեր ակցիան ինչ նպատակ տվեց, որ այս անգամ կրկին եք կազմակերպել։ Առնվազն այն նպատակը տվեց, որ դատարանը հետաձգեց իր որոշումը, բայց ակնկալելով, որ ազգը ավելի բուռն կպայքարի, բայց ազգը չպայքարեց, այդպես իրեն մասին է խոսքը։ Դատարանի չէ, Սրբազանի։ Միքայել Սրբազանի դատապարտել, բայց կայացվեց։ Դրանից առաջ էր մեր ակցիան։ Հիմա դատանը 2 տարով դատապարտեց Սրբազանին, ինչ կասեք այս։ Ոչինչ չեմ ասի, ուսուցիչը պատասխանեց այդ հարցերին, շնորհակալություն։ Բան ես անում, արի մեր հետ գրիստ է։ Դրանց ես բացել տալ, լորա։ Կասեք ձեզ ինչպես թիմենք։ Հա որպես հայ մարդ, հասարակ քաղաքացի, միակ բանը թերևս որ կուզեի ասել, դա այն է, որ իրավապաշտպանները իրենց գործն են անում Սրբազան դատական process-ում ի պաշտպանություն Սրբազանի եւ դա ցանկացած քաղաքացու դեպքում այդպես է, երբ որ դատական process է գնում, իրենց գործը անում են, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի համարենք, որ դա է պայքարը եւ այդ պայքարի հետևում թաքնվենք յուրաքանչյուր հայ մարդ, որը իրեն համարում է նաեւ քրիստոնյա եւ հայկական արժեքների կրող, նա չպիտի հանդուրժող լինի այս իրականությանը, երբ որ մենք այսպիսի ամոթի մեջ ենք, Սրբազանը դատվում է, Սրբազանին ասում է մեղադրյալ կանգնի եւ մենք կարողանում ենք նայել դրան եւ դա մարսել։ Ես ինքս չեմ մարսում եւ նույնիսկ եթե ես միակ մարդն եմ, ով որ այստեղ կկանգնեմ, ես կկանգնեմ ու կասեմ, որ ես դեմ եմ դրան, ես ամաչում եմ, որպես հայ ես չեմ ընդունում այդ իրողությունը եւ կոչ եմ անում յուրաքանչյուրին, ես գիտեմ, որ նա շատերը, հիմա շատերի սիրտը ցավում է շատ նրա համար, ինչ որ կատարվում է, ինչ որ տեսնում ենք եւ կիսում են այն ամոթը, որի մեջ որ ես եմ, կանգնել ու ընդվզել այդ ամենի դեմ։ Հիմա ձեր նստացույցի ինչ նպատակի է։ Դրա մասին արդեն խոսել